Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Ես շարունակում եմ նկարահանումների շարքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այսօր սիրով հյուրընկալել եմ սիրված եւ ճանաչված երգչուհի Արփինե Բեկջանյանին։ 90-ականներին նա համարվում էր համարձակ եւ սեքսուալ երգչուհի։ Չգիտես ինչու, ինչպես ինքն է ասում, ժամանակին բոբոդյադյաները փակեցին նրա օթերը եւ արեցին ամեն ինչ, որպիսի նրան վերացնեն։ Նա հայտնվեց սև ցուցակում եւ միակ ելքը հայրենիքը լքելն էր։ Ինչով է զբաղվում Արփինե Բեկջանյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սև օրերի, դաժան ապրումների եւ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցել նրա կյանքում։ Վարքյաններ անց նա պատրաստ է բացել փակագծերը։ Ինչքան լացացրեցիր ինձ դու։ Ովքեր էին այդ բոբո ձյաձյաները, որոնք փակեցին ձեր օթերը։ Իրենց սուրը կտրում էր ամենտեղ։ Հետո առանձնանում, փակվում, արտասվում։ Դա էլ գիտես փաստորեն, հա։ Մատիս ոսկե մատանի, ախ յարո ջան, ես փուջուր եմ։ Բեմից իջնելով անցակ ռեստորան։ Ռեստորանի լվացարան։ Հա։ Ինձ համար շատ դժվար է դրա մասին խոսել, Արեգ ջան, ես ամեն անգամ հուզվում եւ Այսպես ասած ճակատագիրը չար կատակ խաղաց դեր հետ։ շատ լացել եմ։ Շատ եք կարոտում բեմն ու երգը։ Սարսափելի։ Աշնանքամին է հոգիս տատանում։ Մեռած էինք ու թաղած չէինք։ Ընկան կոնկրետ ձեր հետևից։ Ես անբարոյական ոչինչ չեմ անում Իրանում։ Այսինքն ձեր ընտանիքը բաժանվեց։ Այո, մենք մի քիչ ինձ բան եմ հերացրել եմ արդեն էլ չի հուզի ինձ, բայց Ռեստորանում ամանլվանալն էր։ Սա դաժան մի բան էր, որ այսպես ոնց որ դանակը սիրտդ մտցնեն։ 5 տարի չտեսակ ձեր որդուն։ Կրկնապատկեց այն մեղավորությունը, որ ես զգում էի երեխային այնտեղ թողնելու պատճառը։ Սիրտս ալեկոծվեց, հոգիս եւս։ Ողջույն Արփինե։ Ողջույն Արեգ ջան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրել եւ այսօր իմ հյուրն եք։ Ես ինքս շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք ինձ։ Ժամանակի փոթորիկների մեջ 90-ականներին մեծ պահանջարկ ունեիք։ Ամենուր հնչում էին ձեր երգերը։ Բեմերում տարբեր, մարզերում տարբեր, դուք կոնկրետ հեղափոխություն եւ նորամուծություն արեցիք։ Երգում էիք համարձակ, հագնվում էիք համարձակ, նույնիսկ կիսամերկ, ելույթ եք ունենում եւ յետասարդներին մեծ սեր պարգևում։ Եկավ մի շրջան, Արփինե Բեկջանյանը հոդս ցնդեց։ Ինչու՞։ Որ այդ հարցը շատ տան։ Շատ հաճախ են տալիս այդ հարցը, ես շատ անգամներ, բազմիցս անգամներ պատասխանել եմ։ Չեմ զլանա եւս մեկ անգամ պատասխանել Արեգ ջան։ Գոյություններ կոնկուրենցիա, պարզապես։ Այդ կոնկուրենցիայի հետևանքի զոհերը ես եմ եւ ինձպես շատ երկիչ երգչուհիներ, որոնք կարծում եմ եւս ստիպված լքեցին իրենց հայրենիքը, որովհետեւ երբ որ երկար ժամանակ այն գործը, որ դու անում ես, սիրում ես, սիրով ես անում եւ քեզ նվիրել ես այդ գործին, երբ որ այդ փակա օթերը, այդ գործողությամբ դու շնչես, արտաշնչես, ապրես, ոգևորվես, ստեղծագործես, երբ որ այդ ամեն ինչը փակ է երկար ժամանակ, ուզում ես այնուամենայնիվ մի հատ այլընտրանք գտնես եւ ելք գտնես, ուղղակի ձերբազատվելու այդ ամեն ինչից կամ գուցե վատ հուշերից, գուցե եւ խռովությունից, գուցե եւ ատելությունից, մի խոսքով պահա գալիս, որ ուզում ես ուղղակի փակես այդ էջը։ Արփինե, երկար ժամանակ է ինչ ձեզ ճանաչում եմ։
դուք ձեր էությամբ բավականին բաց եք, բավականին անկեղծ, չեք թաքցնում որևէ էմոցիա։ Խնդրում եմ հստակ պատասխանել։ Ովքեր էին այդ բոբո ձյաձյաները, ինչպես դուք եք անվանում նրանց, որոնք փակեցին ձեր օդերը։ Հստակ պատասխան եմ ակնկալում ձեզանից։ Հստակ պատասխանը չեմ կարող sense կոնկրետ անունով, ազգանունով եւ հայրանունով ներկայացնել, բայց մարդիկ ովքեր որ այդ ժամանակ ունեին մեծ հնարավորություն եւ իրենց սուրը կտրում էր ամենտեղ եւ կարողացան մի մեծ ինդուստրիայի, այս երաժշտական ինդուստրիայի մեջ մի մեծ դուռ լավ կողպել, լավ փակել։ Հիմա ասեմ ցավոք սրտի թե ուրախություն ես չգիտեմ ոնց արտահայտեմ, որ ավելի ճիշտ հնչի, քանի որ բաց մարդ եմ, պարզապես sense մի բան ասեմ, ոչ տխրում եմ, ոչ ուրախանում։ Ուղղակի ոնց որ sense մի բան sense ինձ թուլացրեց, էլի։ Իրանց ներկայությունը այլևս չկա։ Այդ մարդիկ շոու բիզնեսին է վերաբերվում, թե քաղաքականության հետ գործում են։ Այդ մարդիկ վերաբերվում են շոու բիզնեսին եւ քաղաքականության միջոցով կարողացան այդ շոու բիզնեսում իրենց այդ քայլը անել։ Դուք ձեր քայլերը եւ ձեր բումին հասակ հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին։ Որևէ խնդիր կար։ Դե այդ ընթացքում ինձ թվում է ոչ մեկին ոչ մի խոչընդոտ չէր սպասվում այդ սֆերայում։ Ուղղակի հետո սկսեցին, չգիտես ինչու քաղաքականացնել մեզ եւ անվանել լևոնական երգիչ-երգչուհիներ։ Ուղղակի այդ պերիոդն էր, հնարավորություններ կար առաջ գնալու, անուն կերտելու, բարձունքների հասնելու, ուղղակի այդ պերիոդը աշխատեց։ Այդ տարիներին կար շրջան, որ դուք ինքնուրույն եք անում, թե ձեզ ասոցացրեցին եւ այդ պիտակը կպցրեցին, քանի որ տեղի իշխանությունները, ժամանակի իշխանությունները ձեզ հովանավորում էին։ Ոչ մեկ մեզ չէր հովանավորում։ Մեզ հովանավորում էր իրենց ոնց ասեմ, ստեղծած իրենց ջանքերով, իրենց ստեղծած անվանումով, որը շատ հայտնի արձագանք։ Իրանք էին մեզ հովանավորում, իրանք էին մեզ օգնում։ Ինչով է պայմանավորված, որ արձագանքի երգիչ-երգչուհիների շատերի մուտքը արգելվեց եթեր։ Էկրաններին չէինք տեսնում ու դա տեղի ունեցավ շատ կտրուկ։ Ուրեմն ռուսները շատ մի հատ լավ բառ ունեն, որը հայերը չունեն, կարծում եմ։ Եթե կա, կարող ես հուշել։ Ատմասկա։ Ոնց է հայերեն հնչում այդ բառը։ Պատճառաբանություն։ Պատճառաբանություն։ Պատճառաբանությունը ներկայացվեց հետևյալը, որ մենք կոմերցիոն երգիչներ ենք։ Հետո պատճառաբանությունը եղավ հետևյալը, որ մենք լևոնական երգիչներ ենք։ Հետո պատճառաբանությունը դարձավ հետևյալը, որ մենք շատ պրիմիտիվ երգեր ենք ներկայացնում եւ խեղաթյուրում ենք մեր արվեստով երգարվեստը։ Այնինչ հիմա ավելի դաժան բան է տեղի ունենում։ Ինչ։ Ցավոք սրտի։ Արդեն տարիներ է, դու ինքդ տեղյակ ես, Արեգ ջան, որ երգարվեստում գլուխ են բարձրացրել, այո, հնդկա-թուրքական, հնդկա-արաբական, հնդկա-եսիմինչական կլկլոցներն ու մլավոցներն ու վայնասունները։ Հիմա դա արդեն բարձրացել է բեմ, բարձրացել է հեռուստատեսություն, համաճարակի նման տարածվել է ողջ հայության մեջ։ Սենունդներ են դաստիարակվում դրա հիման վրա։ Հասկանում ես, իսկ երբ որ մենք այն ժամանակով ներկայացնում ենք պարզապես մեր երգերը, որոնք որ ինքներս է ստեղծում էինք, ստեղծագործում եւ կատարում ենք, ստեղծագործող կատարողներ էինք ու չէինք գործածում այդ անհիմն կլկլոցներն ու վայնասունները, դառել ենք պրիմիտիվ երգեր երգող երգիչ-երգչուհիներ, հա, կամ կոմերցիոն, ինչն էր դրա կոմերցիան, որ մարդիկ պարզապես սիրում էին մեր երգերը եւ ստադիոններում մի ձայնի տևողությամբ երգում էին մեր հետ հավասար բոլոր ծեր բոլոր մեր երգերը։ Ես հիշում եմ, երբ չմարսեցին։ Ես հիշում եմ, երբ փոքր էի, հատկապես հաղթանակ զբոսայգում, հիշում եմ ձեր համերգները։ Հաճախ ենք գնում այո։ Այո, այդ տարիները ինչ հուշեր են արթնացնում ձեր մեջ։
Մինչև իմ այդտեղ լինելը եւ զբոսայգում երկելը, ասեմ, որ ես այդ զբոսայգու տարածքում մեծացել եմ, այսինքն մանկությունս էլ անցել այդտեղ, որտեղ բնակվում էինք հենց այդտեղ մոնումենտում։ Եվ շատ հաճախ էի լինում այդ զբոսայգում, ծնողներս, տատիկս, պապիկս վերում էին ինձ հաճախ այդտեղ։ Հետո որ մեծացա, արդեն ուրիշ աչքով էի նայում այդ զբոսայգում, արդեն գալիս էի այդտեղ ոչ թե զբոսնելու, պարզապես այլ աշխատելու եւ իմ արվեստն էլ ներկայացնելու բոլոր այն երեխաներին կամ ծնողներին, ովքեր որ իրենց երեխաներին բերում են, իմ հանդիսատեսին, արդեն բեմահարթակից։ Շատ լավ վառ հիշողություններ ունեմ զբոսայգու հետ կապված եւ մանկությունից եւ պատանեկությունից։ Շատ եմ կարոտում, այո։ Իսկ հիմա բոլորս է կարոտում ենք մեր անցյալում լավագույն եւ հաճելի օրերը, տարիները, չէ՞։ Այսպես ասած, ճակատագիրը չար կատակ խաղաց ձեր հետ։ Ձեր առջև դռները փակվեցին եւ ընկան կոնկրետ ձեր հետևից։ Հա։ Ձեր անձով պայմանավորված հարցեր կար։ Անձով ոչ։ Ես ասեցի երևույթը ինչ էր, կոնկրետ իմ անձին չէր վերաբերում։ Չկար տես բան, որ իմ անձի հետևից էին ընկած, ոչ։ Ապա ինչով կբացատրեք, որ ձեզ իջայցրին մեծ բեմերից եւ դուք Դե ընկանք այդ հոսքի մեջ, էլի այդ իմ ասած պրիմիտիվ երգեցողություն, կոմերցիոն երգեր եւ այլն, այդ հոսքն էր, էլի հասկանում եք։ Ու միայն ես չեմ, միայն արձագանքը չէր։ Շատ անհատներ կային, որոնք այդ հոսքի մեջ էին։ Իրանք էլ ընկան այդ ցուցակի մեջ, էլի, որոնք արձագանքից դուրս չէին եկել։ Պարզապես իրանք այդ ընթացքում էլի անուն ունեին, հայտնի էին, տարածված էր իրանք կատարումները եւս ստադիոններում հնչում էր միաձայն բոլորը երգում էին այդ երգերը, նույնպես ծերից ծեր, ոնց որ եւ մեր արձագանքցիների երգերը։ Հասկանում ես։ Ուղղակի չգիտեմ, մոնոպոլիա սկսեց տիրել այդ ընթացքում։ Կոնկրետ մի խումբ էր գործում ու ուզում էին, որ մենակ իրանք կլինեին։ ում մասին է խոսքը։ Դե չեմ ուզում։ Բոլորն էլ լավ գիտեն ում մասին է խոսքը, բայց դե Այսինքն կարելի եզրակացնել, հա, որ ձեր ճակատագիրը տնօրինեցին։ Այո, մեր ճակատագիրը տնօրինեցին։ Մեր ճակատագիրը իրանք որոշեցին։ Իսկ իրանք այդ իրավունքը չունեին։ Մեր ճակատագիրը կարար որոշեր իմ հանդիսատեսը, իմ ժողովուրդը, ինքը կարար որոշեր ես լինեմ թե չլինեմ, ինձ ընդուներ թե չընդուներ, որպես երգչուհի։ Անցակ դժվար օրերի միջով եւ շատ դժվար էիք օրվա հանապազորիա հացը վաստակելու համար գումար հայթայթում Հայաստանում։ Զորգիշեր աշխատում էիք։ Կա տենց բան, այո։ Ստիպված բռնեցիք գաղթի ճանապարհը եւ լքեցիք Հայաստանը։ Ինչ է ստացվում, ձեզ աստղային կարգավիճակից դուք զրկեցիք, տեղից էլ զրկված էիք։ Ու ուր հասցրեցիք ձեզ։ Ոնց հնչեցնեմ, որ ճիշտ ընկալվի, չգիտեմ։ Այո, այնտեղ երեկոյի ընթացքում, քանի որ կլաբերում էինք աշխատում, մեծ բեմերից մեզ իջացրեցին, եթերներից եւս, մեծ համերգներից եւս զրկեցին, սկսեցին կլաբում աշխատել եւ այդ կլաբային կյանքն էլ այդպեսին էր, որ մի տեղից մյուս տեղը վազում էինք, այստեղ էինք երգում, այնտեղ էինք երգում, հասնում ենք մի քանի երգ այնտեղ, մի քանի երգ այստեղ, ու ունենց էր ստացվում, որ մինչեւ առավոտվա ժամը 4-ը 5-ը մենք երգում էինք, վազվզում էինք, երգում էինք, ամենտեղ հասցնելով։ Հա, դա էլ անցավ, գնաց, հնարավորությունը ընձեռվեց, որ ես շահեցի գրին քարտը եւ որոշեցի գալ ԱՄՆ։ Իսկ սկզբանե չէի ուրախացել, անկեղծ ասեմ, որովհետեւ մտածում եմ, որ ես հայրենիքից այն կողմից չեմ տեսնում ոչ մի տեղ։ Մերոնք տնեցիք շատ ուրախացան, որ ես շահեցի գրին քարտը 11 թվականին։ Ես իդեպ զարմացած էի, որ իրանք ուրախացել էին, բայց ինձ բացատրեցին, որ դա էլ կյանքում շանս է տրված, պետք է օգտագործել, ինչու ոչ։ Գուցե եւ դու քո այն որ ասում եմ ճակատագրի լավագույն հատվածը կգտնես հենց այդտեղ Ամերիկայում կամ ինչ-որ մի բան քո կյանքում կփոխվի կամ ինչ-որ մի բան քո կյանքում կփոխվի դեպի լավը, այսքան տանջվելուց հոգեպես ճնշումներից հետո։
Գնում գալիս էի, բայց վերջնական որոշեցի տեղափոխվել եւ բնակվել 17 թվականից։ Հուսալքված հեռացաք Հայաստանից։ Դե հա, որտեվ զգացի, որ ոչ մի բան չի փոխվելու։ Ջարդված էիք։ Այո, շատ կոտրված Արեգ ջան։ Արդեն այն կարգի թևաթափ է եղել, որ ճիշտ է այդ նույն երկիչները, որոնք որ փակվել էին, то есть ում որ փակել էին մուտքը եթեր եւ համերգներ, այդ երկիչները սկսեցին ինչ-որ գործողություններ անել, կրկին տեսահոլովակներ նկարել, զբաղվել իրենց կարիերայով, քիչ թե շատ ինչ-որ բան անել, բայց այդ ընթացքում, որ դու չես աշխատել, մենակ կլաբային աշխատավարձով ես ապրել, չես կարողացել այն գումարը հավաքես, ոնց որ առաջ կարա իր հավաքել համերգներից, չէ, որ ներդնես քո հետագա պլանների մեջ, այսինքն տեսահոլովակ նկարես, որը շատ թանկ է, այդ տեսահոլովակը ցուցադրես տարբեր հեռուստաալիքներով, որը եւս գումար է, մի խոսքով, իսկ երբ որ ունենում ես արդեն ընտանիք եւ երեխաներ, ասում ես այդ գումարը ես կծախսեմ իմ ընտանիքի վրա, իմ երեխու վրա ներդրում կանեմ իմ երեխայի համար, քան ինքս իմ վրա։ Այսինքն ես հոգեպես գիտակցում եմ, որ ես իմ կարիերային վերջ եմ դրել։ Այսքանով եզրափակվեց։ Հիմա էլ եք այդպես մտածում։ Հիմա առավել եւս եմ մտածում, որովհետեւ Ամերիկայում արվեստը մեռնում է։ Ես դեռ հեշտ էր ձեզ համար։ Չեմ լսեն նման բան, որ այստեղ շարունակեն մարդիկ ստեղծագործել կամ ինչ-որ բարձունքների հասնեն, իրանք ոնց որ հետ ես գնում ավելի, քան առաջ ես քայլում։ Ինչպես է կարողանում տենց սեր վայելած ժամանակը մի կողմ դնել, ձեր սիրած գործը մի կողմ դնել։ Որովհետև դրան ժամանակ չի մնում, Արեգ ջան, ուզես թե չուզես, այդպես է ստացվում։ Տանջվում է։ Սկսում ես հայթայթել օրվա հացը, գումար վաստակել, որովհետև այստեղ մի քիչ ուրիշ է։ Երբ որ դու քո հայրենիքում ես, դու ունես քո կտուրը, քո պատերը, քո տարածքում ես, ավելորդ ծախսեր չես անում տարածքի վճարելու եւ մնացած վճարումները կատարելու, իսկ այստեղ դու ստիպված ես դա ոնց որ կրկնակի երակի գումար ծախսելու, որպեսզի ապրես։ Կտրուկ քայլ արեցիք։ Հա։ Ճակատագրական քայլ արեցիք, թողեցիք ամեն ինչ եւ դատարկաձեռն եկաք Միացյալ Նահանգներ։ Այստեղ ճունեիք որևէ ծանոթ, բարեկամ, ընկեր, ճունեիք մեքենա, ճունեիք տուն, ճունեիք աշխատանք։ Ես գիտեմ նաև, որ ճունեիք տարական եւ կենցաղային որոշ պարագաներ։ Նաև հագուստ ճունեիք։ Այո։ Ձեր աղջկա հետ տեղափոխվեցիք այստեղ, Հայաստանում թողնելով ձեր ամուսնուն, ձեր որդուն։ Ներողություն եմ խնդրում, որ ձեզ համար ցավոտ թեմաներին եմ անդրադառնում, բայց ինչ արած կյանքն է այդպեսին։ Միշտ չի լինում լավ։ Այդ շրջանի մասին կուզենայինք խոսել։ Ինձ համար շատ դժվար է դրա մասին խոսել, Արեգ ջան, ես ամեն անգամ հուզվում եւ լցվում եմ, որովհետեւ հանդիպում եմ մեկ մարդկանց, ովքեր որ ունենալով այստեղ մեծ հենարան, այսինքն լինի դա բարեկամ կամ մեծ շրջապատ ընկերություն, ովքեր որ ձեռք են մեկնում ի սկզբանե ոնց որ օգնում են քո հիմքը դնես եւ առաջ քայլես այս երկրում։ Մեկ-մեկ որ լսում եմ նման մարդիկ ինչ որ մի բանից բողոքում են եւ տրտնջում են, ես պարզապես փորձում եմ պատմել իմ պատմությունը, որ իրենք լռեն, իրանք լռում են։ Մի քանի դրվագ կարելի է ներկայացնել։ Իրոք լռում են։ Հեշտ չի ամեն անգամ այս ինչ որ մի ծանոթ գտնել կամ ընկերոջ ընկեր կամ թեկուզ ընկեր մանգաս համարներով փոխանակվես, փնտրես, գտնես, խոսաս, ասես այս կարգավիճակում եմ, իրանք էլ ասեն, լավ, եթե հնարավորություն ունենան, քեզ տան իրենց տան ինչ որ մի տարածք, որ դու այդտեղ ապրես, մինչև կարողանաս աշխատանք գտնել։ Մի քիչ այստեղ ես ապրում, մի քիչ այն մի ընկերոջ կամ այս մի ծանոթի տանն ես ապրում, մի քիչ
քոչվորի նման, այսպես մի քիչ, հետո գիտակցում ես, որ չէ, դու պիտի կարողանաս այն գումարը վաստակես, որ քո առանձին տարածքն ունենաս, ապրես, որ ոչ մարդկանց նեղություն տաս, ոչ էլ ինքդ նեղվես անընդհատ այդ տեղափոխվելուց այստեղից այնտեղ։ Դա սկզբնական շրջանում եմ ասում, որ նոր գալիս ես, հələ չգիտես ոնց ինչ։ Ինչ էիք մտածում, որ գայիք այստեղ, ինչ էիք անելու։ Ես մտածում եմ, որ գալու եմ այստեղ երգեմ։ Այնինչ։ Բայց եկա այստեղ եւ հասկացա, որ ռեստորանային ֆորմատ է հիմնականում, չկա այն ֆորմատը, որ աշխատում է Հայաստանում, այսինքն քլաբ, շոու, ծրագիր հասկացողություն չկա։ Հիմնականում ռեստորանի ֆորմատ է ու էսի լրիվ ուրիշ է, ինքը ուրիշ բան է իրանից ներկայացնում։ Այդտեղ արդեն ովքեր որ տարածքում միջոցառում են ունենում, իրանք են որոշում ում հրավիրեն, որ երգչին հրավիրեն, որ երգիչը կգա, բաց այդ երգչից ինչ ծրագիր կուզեն, կդիմեն համապատասխան կազմակերպիչների, որ կարողանան այդ ամեն ինչը անեն, բայց որպես հիմնական աշխատանք չի դա, հասկանում եք, որ դիմում են, պետքա, խոսում են, պայմանավորվում են, կլինես, չես լինի, իսկ Հայաստանում մենք ստաբիլ ունեինք մեր բոլոր օրերի վրա նշած այդ ժամերը, որ ժամից որ ժամն ենք աշխատում, որտեղից ուր են գնում, ընդեղից ընդեղ են գնում ու դա ստաբիլ էր, ամեն օր էր, տոն կլիներ, հանգիստ օր կլիներ, առօրյա կլիներ, բոլոր օրերը մենք աշխատում էինք ու այդ ստաբիլությունը լավ էր գոնե, քիչ թե շատ։ Այստեղ այդ չի։ Այստեղ այդ ստաբիլությունը չկա։ Խնդրում եմ ներկայացրեք առաջին դժվարությունը, որ այստեղ բախվեցիք, որն էր, որ սթափվեցիք եւ ել ավելի թևաթափ եղաք։ Առաջին դժվարությունը դե ի սկզբանե ամեն ինչ շատ դժվար էր։ Առանց մեքենա վարելու Ամերիկայում ոնց կապրի մարդ, ոնց որ առանց ոտքերի, նույն բանն է, որտեղ այստեղ տարածությամբ ամեն ինչ իրարից հեռու է։ Բայց ամենամեծ շոկը, երբ որ ես հասկացա, որ ես այլևս էլ տեղ չունեմ, այդ ժամանակավոր ապրելու տեղը չունեմ, ես պետքա գտնեմ տուն, փող չունենալով, գտնեմ տուն, վարձակալեմ այդ տունը, որ կարողանամ այստեղ մնամ եւ սպասեմ իմ երեխայի գալստյանը։ Այսինքն իմ նպատակը տղայիս կցելն էր մեր քեյսին։ Որոշակի սխալմունք էր տեղի ունեցել շատ վաղուց, երբ որ խաղարկվել էր green card-ը, այդ սխալմունքի պատճառով ստացվեց այդպես, որ մենք կիսվեցինք։ Ամուսինս մնաց երեխայի հետ այնտեղ Հայաստանում։ Այսինքն ձեր ընտանիքը բաժանվեց։ Այո, մենք ժամանակավոր sense կիսվեցինք, մինչև որ տղայիս փաստաթղթերը բոլորը ստացվեցին, ժամկետը ժամանակը եկավ իմ դիմելու եւ պարզապես պանդեմիան մի տարով հետաձգեց իր գալը ԱՄՆ։ Արփինե, ամենաուժեղ հարվածը որը ստացաք այստեղ։ Արեգ ջան, բայց ինչը հարված չէր, որ Դուք հիմա սկսած առաջինից դժվարություններից ամբողջը իմ համար հարված էր, որովհետև ես մի քիչ, գիտեք, տղամարդու հարցը մի քիչ հեշտ է, բայց որ կին ես լինում ավելի դաժան է, ավելի դժվար ես անցնում այդ ամեն ինչի մեջով։ Տղամարդիկ մի քիչ ավելի կարողանում են այդ հարցերը ուրիշ կերպով։ Արփինե, ամենադժվար հարվածը որն էր, խնդրում եմ բացեք։ Փակագծերը ամենաուժեղ հարվածը ընկերության առումով էր, երբ որ ես ունեցել եմ այստեղ շատ հարազատ ինձ դարձած մեկին ու ես ստիպված բաժանվեցի իրանից, մեր ընկերությունը խզվեց։ Ես շատ ընկերասեր եմ ու շատ նվիրվող եմ։ Շատ եք նայում դրանից։ Շատ լացել եմ։ Շատ եմ լացել։ Բայց հիմա բաց եմ թողել։ Ես սովորեցի բաց թողնել։ Այստեղ չունենալով տուն, չունենալով մշտական բնակության վայր, չունենալով մշտական աշխատանք, հացի խնդիր, դրանից բացի Հայաստանում որդի, ամուսին, ում թողել էիք եւ եկել էիք։ Մի շրջան, երբ պետք է լինեիք ձեր որդու կողքը։ Այո։ Որպես մայր։ Դուք նրան թողեցիք եւ եկաք այստեղ
բայց եկաք նրա ճակատագիրը հարթելու համար։ Այո, Շատ եք մեղադրում ձեզ։ սարսափելի շատ։ Ինձ բոլորը խորհուրդ են տալիս, որ ես ինձ չմեղադրեմ, որովհետև ինչ էլ արել եմ իր համար է արվել։ Բայց միևնույնն է, չեմ կարող բացատրել, որ այդ բաց թողումները ես երեխան ունեցել այն պատճառով, որ այն ժամանակ, երբ որ ես իրան պետք եմ եղել, իր կազմավորվելու տարիներին կողքին չեմ եղել։ Ինչպես եք կարողանում։ Ինքը միշտ մայրիկս էր իրանով զբաղվում, միշտ մայրիկիս ասում էր սեպտեմբերի 1-ին սաղ իրանց մամաների, պապաների հետ են գալիս, ես միշտ դու ես ինձ բերում բաբուլ։ Այս ինչ առիթներին բոլորը իրանց ծնողների հետ են, իսկ ես մենակ եմ։ Ու այդ ամեն ինչը ես որ իմանում էի, ոնց որ ես ինձ չկարողանայի ներել, բայց մի քիչ ինձ տափեցնում էի այն մտքով, որ ոչինչ ուշ լինի։ Իրա համար է արվում, ինչ էր որ արվում է, հետո ես մի ձև այդ պակասը կլրացնեմ։ 5 տարի չտեսաք ձեր որդուն։ Այո, 5 տարի չեմ տեսել։ Ձեր որդին 5 տարի կարոտում էր ձեզ։ Այո, Այդ թվում եւ դուք անասելի։ չեմ կարող բացատրեմ ինչքան։ Ես գիտեմ նաեւ ձեզ համար կրկին ցավոտ թեմա, որ ձեր փոքրիկ որդին այդ ժամանակ ձեր կարոտից, ձեզ սпасելուց ունեցավ որոշակի խնդիրներ։ Այո։ Կա տենց բան, այո։ Հա, իր պահվածքը փոխվեց, իր վերաբերմունքը շրջակա աշխարհի նկատմամբ էլի փոխվեց։ Ես դա իմացա արդեն, երբ որ մայրիկիս հետ խոսում էի, մայրս ասում էր, որ մանկապարտեզում դաստիարակները բողոքում են, որ ագրեսիվ է դարձել։ Հետո գիշերները չէր կարողանում քնել, արթնանում էր, ամեն ինչից վեր էր թռնում։ Չգիտեմ ինչով էր դա պայմանավորված, գուցե կարոտից, գուցե սпасելուց, որտեղ մենք հանկարծակի գնացինք առաջի անգամ, որ եկել էինք իրեն չբերելով, երևի մեզ ամանեկ է փնտրել ու այդ վախից, որ մենք նորից կգնանք երկրորդ անգամը, երրորդ անգամը հիմքը հանդիսացել այն խնդիրների, որոնք նա ունեցավ։ Այսինքն հոգեբանական խնդիրներ։ Այո, դե հոգեպես երեխան ոնց որ ստրեսի էր ենթարկվել, երևի այդ նստվածք տվեց որոշ չափով։ Երբ իմացաք այդ մասին դուք ինչի միջով անցաք։ Դա էլ իմ հերթին ինձ ենթարկեց հոգեբանական ստրեսի այդ փաստը։ Այդ դա ոնց որ կրկնապատկեց այն մեղավորությունը, որ ես զգում էի երեխային այնտեղ թողնելու պատճառով։ Դա կրկնապատկվեց, այո, իմ մոտ։ Դուք այստեղ հեշտ աշխատանք չեք արել։ Չէ։ Չէ։ Հեշտ չէ։ Օրերով աշխատանքներ եք մանեկել, ամիսներով։ Այո։ Ստիպված ձեր մասնագիտությունը դրել եք մի կողմ եւ գործի եք անցել ռեստորանում։ Այո։ Եղել է այդպես բան։ Խոսենք այդ թեմայից։ Չեմ ուզում։ Անկեղծ եմ ասում, չեմ ուզում այդ թեմայի շուրջ մենք զրուցենք։ Ես ված չեմ զգում իմ արած աշխատանքների համար։ Ցավ եք ապրում։ Միայն դա կարող եմ վստահ ու անկեղծ ասել, որ ինչ էլ արել եմ, ինչ աշխատել եմ, որ ոլորտում էլ որ աշխատել եմ ու աշխատում եմ, ես անբարոյական ոչինչ չեմ անում, ես իմ քրտինքով իմ գումարն եմ վաստակում։ Մենակ դա կարող եմ ասել ու դա ամոթ չի։ Բնավ, ամոթի մասին չի Բացի երկելուց ուրիշ գործեր էլ կան, չէ՞։ Այդ գործերն են հարգելի, այդ մարդկանց է պիտի հարգես, ով այդ գործը անում է։ Պարտադիր չի բոլորը կամ լինեն տնօրեն, կամ երգիչ, կամ դերասան, կամ բան իշխանության գլուխը, կամ ինչ որ օֆիսային աշխատող, գործեր կան, որ էլի հարգել կարելի է ու պետք է հարգել,
որովհետև այդտեղից է սկսվում մնացածը ու գալիս հասնում ինչ որ մի բարձրակետի։ Ուզում եմ այն վերլուծությունը տակ, թե հատկապես ձեր սեփական մաշկի վրա ինչ է զգացիք ու հատկապես երբ տեղափոխվել եք այստեղ աշխատանք չկար, բեմից իջնելով անցակ ռեստորան, ռեստորանի լվացարան, Հա։ Այո, ես գիտեմ, որ արտիստի համար բավականին դժվար է, երբ վայելում ես բեմը ու հանդիսատեսին ու գալիս ես ստիպված մի աշխատանքի, պետք է հարկադրված աշխատանք անես, ձեր դեպքում դա ռեստորանում ամանլվանալն էր։ Դրան զուգահեռ դուք լսում էիք այն երգիչներին, որոնք բեմի վրա երգում էին։ Դաժան էր, բայց ինչ արած, պիրուտ էդ էր պետք անել, ուրիշ ընտրանք չկար։ Իսկ ես համաձայնում էի բոլոր Ես հասկանում եմ, իմ հարցերից դուք մի քիչ ջղաձգվում եք։ Այո։ Ես ներողություն եմ խնդրում, բայց Ջղաձգվում եմ, այո։ ձևաչափն է այսպեսին։ Հասկանում Պետք է բաց խոսենք ամեն ինչից։ Խոսենք, Արեգ ջան, ես չեմ խուսափում, բայց հարցեր կան չեմ ուզում պատասխանել, որովհետև չեմ ուզում վերապրել։ Չեմ ուզում շատ մանրանալ, որովհետև ինչ էլ որ կա մարդու համար է ստեղծված եւ մարդուն է տրված։ Պիտի անցնել դրա մեջով անցնում ենք։ Կարևորը պատվով եմ անցնում։ Գլուխս չեմ կախի, ասեմ սրանից նարից փող եմ մուրացել կամ անբարոյական ինչ որ քայլ եմ արել, որից կամաչեն իմ երեխաները կամ ես։ Աշխատել եք խանութում։ Այո։ Վաճառողի։ Աշխատել եք ռեստորանում որպես մատուցողի։ Այո։ Մարդիկ ձեզ ճանաչում էին։ Այո, Որ մոտենում էիք սեղաններին։ Ինչ զգացողությամբ էիք մոտենում։ Ուզում եմ այդ նուրբ անկեղծության մասին խոսեք։ Այնպես դեմքով էի մոտենում, որ իբր հետ ես չեմ։ Որ հետ ես չեմ, որից չճանաչեն հանկարծ։ Բայց միևնույնն է, ճանաչում էին, շատ դեպքերում ժպիտս էր մատնում։ Ինձ ասում էին, այդ ձեր ժպիտից ձեզ ճանաչեցինք։ Հետո առանձնանում, փակվում, արտասվում։ Դա էլ գիտես, փաստորեն, հա։ Արեգ ջան, այո, արտասվում եմ։ Ու մինչ օրս էլ արտասվում եմ։ Բաներ կա, որ հիշում եմ ու իհարկե դա ինձ խոցելի է դարձնում, շատ խոցելի։ Այդ պերիոդ, որ ես մենակ էի այստեղ աղջկաս հետ, այդ պերիոդ ես շատ եմ լացել։ Բայց այնպես եմ լացել, որ աղջիկս չլսի, չտեսնի, որ ես հանձնված կարգավիճակով իր առջև չհայտնվեմ, էլի, որ ինքը պինդ լինի։ Ու ես իրան միշտ ասել եմ լավա լինելու, մենք առաջ ենք գնում, մենք ունենք նպատակ, դու ինձ օգնելու ես, որտեղ դու մեծ աղջիկ ես, արդեն գիտես, որ եթե ես օրերով չեմ հասցնում քեզ տեսնել, ինչի համար է դա։ Ես վաստակում եմ գումարը, որ մենք կարողանանք այստեղ ապրել եւ ի վերջո ապերը գա միանա մեզ պապայի հետ միասին։ Ինքը հասկանում էր, ինքը շատ խելացի աղջիկ է, ինքնուրույն է շատ, բայց այն ինչ որ ես արել եմ, ինքը ինձ հասկանալով, միևնույնն է, ես իմ թույլ կողմը երբեք չեմ ուզեցել, որ իմ երեխան տեսնի։ Թաքցրել եմ։ Դժվարության հետևից։ Այո։ Ռեստորանում աշխատանք, այդ ծանր պահին խոսում եք ձեր որդու հետ հեռախոսով եւ նա դուդուկ է նվագում եւ ձեզ համար մեղեդիներ է նվագում։ Այո, կապես բան։ Ձեր որդին, որը ինքնուս սովորել է եւ ձեզ համար նվագում է, չիմանալով թե իր մայրը որտեղ է։ Հա, ինքը զանգում էր, ասում էր, մամա, բան եմ սովորել։ Նվագեմ քեզ համար։ Ասում եմ, նվագի։ Դլեյամանով սկսում էր, ավարտում էր Արցախով։ Իսկ դուք։ Իսկ ես հուզվում էի եւ
Կրկին եւ կրկին լացում։ Չէին հարցնում ինչ է պատահել։ Հարցնում էին, բայց արդեն գիտեին, որ Հայաստանի հետ կապի մեջ եմ։ Արփինե, այդքան ուժ որտեղից նման փոքրամարմին եւ փխրուն չեմ էլ կարողանում ասել, բայց պետք է ասեմ կնոջ մեջ։ Դուք միշտ երիտասարդ եք, որտեղից այդքան ուժ ձեզ։ Երևի նախ եւ առաջ իմ տեսակից է չհանձնվող, ինչքան էլ որ հանձնվել եմ, ես գիտակցել եմ իմ կարգավիճակը, բայց նաեւ մի գերբնական ուժ երևի ի վերուստ է տրված, չգիտեմ, վերևից մի բան արվում է։ Վերևից է տրված երևի։ Շատ նպատակասլաց եք, շատ համառ եք, շատ կայուն եք, հավասարակշռված։ Ցանկացած իրավիճակի մեջ չեք հուսահատվում, բայց գալիս է մի պահ, որ զգում եք, որ այլևս ուժ չունեք։ Այդ ժամանակ ինչ եք անում։ Այդ ժամանակ մի քիչ գորգռում եմ տանը, տան անդամների վրա։ Մի քիչ գորգռում եմ, մուրս հանում եմ ու անցնում եմ։ Շատ շուտ անցնում եմ։ Չեմ կուտակում իմ մեջ այդ ամեն ինչը, այդ այն ինչ որ կթունավորի իմ հոգին, ինչ որ կթունավորի տան անդամների հոգին, այդ դժվարությունները ոչ մեկի վզով չեմ ուզում փաթաթան անեմ, ինքս ին վզով էլ չեմ ուզում փաթաթած թողնեմ։ Ուզում եմ այդ պահին ուղակի sense գալիս է, sense կուտակվում եմ, մի հատ գորգռում եմ, մի հատ ջղայնանում եմ, բոլորը գիտակցում, մաման է էլի, երևի էլի նյարդերն է, ինչ որ մի բան այն չի, հանձնված վիճակ է, չի ուզում հանձնվի, մեր վրա է բարթում իր բղավոցներով, ընդունում են, հասկանում են, ձեն չեն հանում, անցնի, գնա, մաման էլի նույնն անելու ու իրոք ես նորից դառնում եմ նույնը։ Update, անընդհատ update։ Չգիտեմ լավ է, վատ է։ Կարող է կտուրս գնում է։ Էդ էլ չգիտեմ։ Բայց երևի ես ինքս ինձ դրա վրա եմ էլի ինձ ծրագրավորում։ Ինչպես եք կարողանում ձեզ թափ պահել ու հավաքել։ Շատ դժվար է այստեղ կյանքը։ Շատ։ Ու այն խնդիրները, որ դուք անցել եք ու դեռ անցնում եք, Հայաստանում երբեք ձեր մտքով չէր անցնի։ Չէ, անգամ չէ էլ պատկերացնի, թե ոնց կլինի։ Ասեմ, այսքան տարի այստեղ այնպես չի, որ հիմա շատ հեշտ է։ Հիմա ավելի դժվար է, որտեվ նույն Ամերիկան շատ կրիզիսային կարգավիճակում է, շատ բարդ է, նորմալ աշխատանք, նորմալ վարձատրություն եւ այլն եւ այլն։ Շատ դժվար է, ու դու ամեն օր քնում եւ արթնանում ես մտածելով, այս ամսվա տանվարձնել գոնե փակեմ, այս մի կոմունալ վճարումներն էլ գոնե անեմ, մյուս ամիս տեսնենք ոնց կլինի։ Ոնց որ այսօրով ես այստեղ ապրում, այսօրով անդադ այսօրվա վրա ես գցում, ասում ես, էս էլ անեմ, էս էլ կավանամ, ահա, էս էլ էս մի ամիսն էլ արանքից հանեցի, հիմա տեսնեմ մյուս ամիս։ Ու դա անընդհատ քեզ այսպես բռի մեջ է պահում, այդ ստրեսային վիճակը քեզ այսպես բռի մեջ պահում է, ուղղակի, չգիտեմ, ես ինձ հանում եմ ստրեսից մի տարբերակով։ Երեկոյան հոգնած կլինեմ, թևաթափված, հավեսս արդեն վերջ, ոչ մի բանի չի տալիս, կգամ գոնե չորեքթաթ կվերցնեմ, մի 50 գրամ մի բան գինի, մի բան, որ նյարդերս անջատեմ, որ կավանա ուղիղ սանջատվի, մարմինս հանգստանա ու ես քնեմ, որովհետև այստեղ օրը սկսում է ժամը 4-ից, 5-ից, 6-ից եւ ավարտվում է շատ ուշ ժամի, որովհետև այդ մնացած ժամերը, որ դու անցկացնում ես երեկոյան հանգստի համար, անցկացնում ես արդեն տան քո հոգսերի հետ կապված։ Տանն ես սկսում ինչ-որ գործողություն անել եւ այլն, ամեն ինչ վերջացնում ես, բոլորը եւ ամեն ինչը իր տեղերում են, նոր պարկում ես ինձ հանգիստ գլուխդ դնում ես բարձին, քնում ես հաջորդ օրվա սպասելիքներով եւ ակնկալիքներով։ Այդպես։ Ձեզ բավարարված եք զգում այստեղ։ Ոչ։ Սիրված։ Սիրված
Այո։ Ես եւ ամուսինս ստեղծել ենք մեր շրջապատը, ինչպես ասեց մեր լավ ընկերներից մեկը, ասեց փոքրիկ Երևան եք ստեղծել։ Մի օր գալով մեր տուն, թեթև առիթ էինք կազմակերպել, հա, ինքը նկատեց մեր ընկերներին, մեր վերաբերմունքը, մեր աժոտաժը, իրար հետ շփումը, մարդկանց, ովքեր որ կային, ովքեր էին այդտեղ ներկա, նայեց ու ասեց արեց, ասեց դուք ստեղծել եք ձեր փոքրիկ Երևանը ԱՄՆ-ում, ասում ենք հա, ստեղծել ենք մեր փոքրիկ Երևանը, այսինքն այդ են մարդիկ են, ովքեր որ քեզ սիրում են, քեզ հարգում են, քեզ ընդունում են ոնց որ դու կաս ու նույնը փոխադարձ իրանց նկատմամբ է։ Այնպես որ սիրված հա, համարում եմ սիրված, այո։ Արփինե ջան, որքան ժամանակ չեք երգել։ Բավականին երկար։ Քանի տարի։ Պանդեմիայից հետո Շատ եք կարոտում բեմն ու երգը։ Սարսափելի շատ եմ կարոտում, բայց վախենում եմ արդեն երգելուց։ Ինձ թվում է գործիքս այնքան ժանգոտ է, որ ես չեմ կարող վերականգնել իրեն։ Մենք կստուգենք հիմա։ Չէ, եկեք մի ստուգեք, ագրավները կհավաքվեն։ Ոչ։ Ձեր ամենահիթային երգերից մեկը։ Ամենահիթային երգերից մեկը, որը միշտ բարձր տոների վրա են երգել ու հիմա շատ դժվար կլինի այդքան ընդմիջումից հետո։ Եթե չեմ սխալվում, կոչվում է Աշնան-քամի։ Ձեր այդ երգը Աշնան-քամին բավականին, հա, ավելի հանգիստ երգ է, այո։ Համեմատած են մնացած մի քանի երգեր ունեմ, որ վերևներում եմ։ Աշնան-քամին է հոգիս տատանում, տերևների պես է ինձ մոլորում, դատարկություն է տիրել ցուրտ իմ հոգու, և միայնություն է և տխրություն, անձրև է ցուրտ ու քամի լռություն, քեզ եմ հիշում, կարոտով եմ հիշում, ինքը շատ երկար երգ է ու մեծ կրկներգ ունի։ Այդ սկզբի բառերը բնորոշում է ձեր այսօրվա վիճակը այստեղ։ Այո, միշտ։ Այդ երգը բերեցի ինձ հետ ճակատագիր որպես բերեցի այսօր։ Անցածից վերել եմ այսօր։ Ձեր վերջին տեսահոլովակներից մի երգ, որը ժողովրդական երգ է եւ դուք մշակել եք եւ յուրովի եք ներկայացրել։ Որ երգի մասն է։ Ես պուճուր եմ։ Ես պուճուր եմ, ոսկե ջուր եմ։ Այդ չեմ երգի, որովհետեւ այդ ասածս Լուսիկ Քոշյանի համարյա դիապազոնով պիտի երգեմ։ Փոքրիկ հատված պետք է երգեք։ Մաշիկ ունեմ ծիրանի, ախ յարո ջան, ես պուճուր եմ, մատիս ոսկե մատանի, ախ յարո ջան, ես պուճուր եմ, ոսկե ջուր եմ։ Լավ չեմ երգում արդեն։ Ինձ հեռացնելու այդ երգիչների շարքից հեռացնելու ժամանակը վաղուց է եկել, Արեգ ջան։ Տեղից ամեն ինչ արել են, որպեսզի ձեզ հեռացնեն։ Դուք էլ ձեր հերթին եք անում, հա։ Իմ հերթին դեստիպված եմ անում, ես երկրում էսպես է։ Եթե ես մնայի Հայաստանում, ինձ թվում է կշարունակեի։ Արփին, այսինքն դուք մտածում եք, որ ձեր երգի ոլորտում ունեցած հաջողությունները եւ ամեն ինչ սենց մեկ հպումով թողնում եք մի կողմ։ Չեմ ուզում հանձնվել, որտեվ էլի եմ ասում, ես հանձնվող տեսակ չեմ, բայց ես բանի եմ սպասում, գիտես, Արեգ ջան, երևի ինչ որ մի հատ դրթողի, ինչ որ մի հատ ուժի, ինչ որ մի հատ ցնցման, որը ինձ կբերի դրան, որ ես շարունակեմ իմ ամենասիրելի գործը, իմ կյանքիս նպատակը, ես միշտ ասում եմ, երգելը իմ կյանքի նպատակն է, երգելը իմ աշխարհն է, առանց դրա ես ինձ չեմ պատկերացնում։ Չեք պատկերացնելու, չէ՞։ Չեմ պատկերացնում, չէ, ինձ թվում է, ես ինչ որ մի հատ հիմա ասենց քնի մեջ եմ ու շուտով կարտնանամ։ Մի անգամ գրառում էի արել, մեջբերեմ։ Ես վերջնականապես հիասթափված եմ, պայքարելու իմաստ այլևս չկա։
Ինչպիսի հոգեվիճակում եք, որ նման գրառում եք արել։ Ես չեմ հիշում նման գրառում, բայց եթե գրառումը կա, եթե նկատել ես Արեգ ջան, ուրեմն չգիտեմ ինչ ա եղել, որ ես այդպես արտահայտվել։ Առաջ շատ էի արտահայտվում սոցցանցերում, հետո սկսեցի ինձ զսպել, որովհետև շատ սուր արձագանքների հպվում։ Հետո նորից մի հատ հատված եկա, որ նորից սկսեցի արտահայտվել, բայց չեմ հիշում այ դա ինչը կարող էր հանդիսանալ, որ ես այդ տողերը գրեցի մեջում։ Հետո գրված է, որ ձեզ խաբված եք զգում։ Հեղափոխությունից հետո մեծ ողջավորությամբ եք ընդունել վիճակը, այնինչ մեծ հուսահատության եք հասել։ Հա, երևի ինչ որ հա, քաղաքական փոփոխությունների մասին էր խոսքը գնում, եթե այդ գրառումը դրա մասին էր ոնց հասկացա։ Հա, որովհետև ձեզ խաբված եք զգում։ Այո, որոշ չափով այո։ Որոշ չափով այո, խաբված եմ զգում։ Ես ուրիշ ձև էի սպասում ամեն ինչ, բայց մեծ հիասթափությունների հանդես եկանք բոլորս ազգովի։ Ես պատկերացնում էի, որ ճիշտ դիվանագիտական քայլերով կընթանա առաջ մեր երկիրը, բայց մենք տանուլ տվեցինք 30 տարուց ավելի ատամներով պահած բանը, բայց ամենացավալին այդ մեր մատաղ սերունդի, դրա մասին չեմ ուզում խոսել, որովհետև մենք էլ այստեղ, ոնց եւ ողջ հայ ազգը ամբողջ աշխարհով մեկ մեռած էինք ու թաղած չէինք, ոչ քուն կար, ոչ հանգիստ կար, ոչ առհասարակ ուրիշ ինչ որ հետաքրքրություն, ոչինչ հետաքրքիր չէր։ Գիշեր, ցերեկ, առավոտ, երեկո մենք այդ լուրերի մեջ էինք, մենք կապի մեջ էինք Հայաստանի հետ, ամեն մի բադ լուրի հետ ողբում էինք, լացում էինք, մազերները պոկում էինք, ասում էինք վայ քորանա մեզ։ Դաժան պահեր, դաժան պերիոդեր չեմ ուզում հիշել պարզապես, չեմ ուզում։ Երևի հիասթափությունս դրա հետ է։ Այդ գրառումն էլ եւս։ Մահաբեր եւ դաժան պատերազմը մեզանից տարավ ամենանվիրականը։ Մեր հերոս տղերքին, մեր հայրենիքից որոշ հատվածներ եւ ամենաթանկը։ Մենք հուսով եմ ժամանակավոր զրկվեցինք մեր հրաշք Արցախից։ Այս ամենին ինչպես եք վերաբերում եւ որն է ձեր տեսակետը։ Արեգ ջան, ինձ թվում է բոլորն էլ նույն ձև են մարսել։ Այսինքն չեն մարսել։ Մի հատ դաժան հետ կա, որ քո հոգու վրա է, քո սրտի վրա է, ու դու քեզ տեսնում ես ու դնում ես դիմացի այն կանգնած մոր տեղը, որովհետև դու կարաս լինես նույն կարգավիճակում այնտեղ կանգնած ու քո որդին կարող լիներ այնտեղ, շատ դաժան է, չեմ ուզում անգամ մտածել։ Հատկապես այդ որդեկորույս մայրերի մեծ մասը ձեր սերնդակիցներն են։ Այո։ Շատ ճիշտ ես։ Դրա համար ես ասում եմ, այդ պերիոդ մենք բոլորս շոկային վիճակում էինք ու շատ ծանր ու դաժան ենք տարել։ Մենք Հայաստանի հետ էինք, ոչ քուն կար, ոչ դադար։ Գիտեք, ոնց որ ապրեինք հենց այդտեղ, լինելով այստեղ, ոնց որ մենք այդտեղ գտնվեինք։ Շատ շատերի մասին ասում եմ մենք, որովհետև ում հետ ես շփվում էի այստեղ, ում հետ առնչվում էի նույն հոգեվիճակի մեջ էր, շոկային հոգեվիճակի մեջ էր։
Ու էլ չեմ ասում, որ այդ ինչքան զոհեր ենք ունեցել մինչև էդի։ Ինչքան զոհեր, ինչքան ընտանիքներ առանց հայր մեծացան երեխեքը։ Առանց հայր, առանց եղբայր։ Առանց եղբայր։ Որքան աղջիկներ։ Ինչքան աղջիկներ, այո, առանց իրենց սիրելիների մնացին եւ ամուսինների։ Այսինքն շրջվում ես հետ ու այն որ ես ասացի սկզբում, չէ, այդ էջ ուզում եմ փակեմ։ Այնպես եմ ուզում փակել այդ էջը։ Կհաջողվի։ Բայց սպիչը մնա։ Ինձ թվում է ոչ մեկիս մոտ չի հաջողվի, բայց այնց կուզենայի որ այդպես լիներ, որ հաջողվեր։ Այնց կուզենայի որ այնքան լավ լիներ, որ սա պարզապես մղձավանջ թվար։ Չգիտեմ։ Ինչ խոսք ունեք հատկապես այն որդեկորուիս մայրերին, հատկապես ձեր սերնդակիցներն են։ Ինչ խոսք ունեք, ինչ կարող եք ասել։ Ինձ թվում է ոչ մի խոսք չի կարող սփոփել որդեկորուիս մոր սիրտը։ Ինչ էլ ասեմ, իրանք իրանց ցավը իրանց մեջ տանում են, իրենց խաչի նման։ Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Ես պարզապես կարող եմ այն ցավը հավասար ապրել, իհարկե դա էլ չի հաջողի որ հավասար լինի, բայց այդ նույն ցավը ապրել, որը որ իրանք են զգում, այդ ցավով ապրում են, ու այդ ցավով իրանք ինձ թվում է երբեք չեն էլ չգիտեմ։ Մի անգամ գրել էիք, որ այս ամենի մեղավորներին երբեք չեմ ների։ Ես դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Թող չմտածեմ, որ ես օվկիանոսից այս կողմ եմ։ Ու վերջ։ Ոչ, ես դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ ես իրավունք ունեմ արտահայտվելու ու իմ ձևով արտահայտվելու։ Չեմ ների։ Ինքս իմ մեջ կլինի, կարտահայտվեմ, չեմ արտահայտվի, չգիտեմ, բայց ներելի չի սա։ Սա դաժան մի բան էր, որ այսպես ոնց որ դանակը սիրտդ մտցնեն։ Այդ տենց մի բան էր, նման էր դրան։ Ում ձեռքով ոնց, ում գալստյամբ, ում գնալով, ինչ եղավ, ինչ տեղի ունեցավ, այդ ինչ քաոս էր, որ եկավ իջավ իմ երկրի վրա։ Ես մինչև այսօր ուշքի չեմ գալիս։ Այդ ամենի միջով անցնելիս, այս ամենը տեսնելով, ձեր որդուն նայելիս ինչ մտքեր եք ունենում։ Փառք Աստծո, որ իմ որդին այսօր ունի մեծ հայրենասերի սիրտ, որովհետև գտնվելով էստեղ, Արեգ ջան, ինքը իր մտքով, իր հոգով, իր նայած մեկ աչքս ընկնում է, տեսնում եմ նյութերով իր հեռախոսի մեջ է, իր համակարգչի մեջ է, ինքը ամբողջապես նայում է հայկական ծրագրեր, հայկական ալիքներով է հետաքրքրվում, հայկական ֆիլմերով, հատկապես պատերազմական։ Ինձ հարցեր է տալիս, ասում է մամա ճանաչում ես, ասենք Արաբոյին, դապստիմ ճանաչում ես գեներալ Սեյրանին, այս սրան գիտես, Վազգենի մասին տեղյակ ես Սարգսյան, կպատմես, շփվել ես, առնչվել ես Մոնթեյից, ինքը անենց հայրենասական հարցեր է տալիս, ու ես հասկանում եմ, որ ինքը ինչ է նայում, իրան ինչն է հետաքրքրում։ Պատերազմը երբ սկսվեց, ձեր տղան 11 տարեկան էր։ Այո։ Այդ ժամանակաշրջանում կոտրել էր ոտքը։ Այո, կտրել էր ոտքը եւ բանով էր ման գալիս, փայտիկով էր ման գալիս։ Ձեռնափայտով էր ման գալիս։ Այո։ Եվ մանումենտում նա ինքը հա կոտրել էր ոտքը, ձեռնափայտ էին իրեն առել, որ կարողանար տեղաշարժվել, որտեղ ինքը սնդիկ է, չի նստում ու չի մնում իր տեղում նստած երկար ժամանակ, 5 րոպեից ոչ ավել։ Այդ կոտրած ոտքով, ձեռնափայտով։ Այդ կոտրած ոտքով ինքը տանից դուրս էր գալիս, ընթացքում դուրս էր գալիս, ամբողջ մանումենտը դրա մասին խոսում է, գիտեն, բոլորը գիտեն դրա մասին։ Անգամ մայրս էր դե ինձ պատմում, ասում էր, տեսնում ես ինչեր է անում տղեդ, ասում եմ ինչ։ Ասում է,
դուք նստածի տեղ ողբում եք, բանեք, մտածում եք ոնց անեք, ինչով օգտակար լինենք, դե մենք այստեղից ֆինանսապես միայն հլավոր եւ ասենք այն ինչ որ անհրաժեշտ էր, քիչ թե շատ մասնակցում էինք, բայց դե հիմա մենք մեծ ենք։ Իսկ երեխաները, երեխու հոգին, երեխու սիրտը, երեխու հայրենասիրությունը լրիվ ուրիշ պատմություն է, այն որ ուրեմն ճիշտ ուղու վրա ենք, ճիշտ ենք դաստիարակել էլի։ Չգիտեմ, դուրս էր գալիս հավաքում էր, գումար էր հավաքում, ուտելիք, ծխելու համար բլոկով, հատիկով, սիգարետներ, քաղցրավենիք, այն ինչ որ չի փչանա ճանապարհին, հավաքում էր, փաթեթավորում էր, ընկերներին էլ դրթում էր, ստիպում էր, որ հետը մասնակցեն։ Ինչ հավաքում էր, ուղարկում էր մեր տղաներին։ Դուք տեղյակ չէիք։ Ես տեղյակ չէի, ես հետո մայրս պատմեց։ Երբ լսեցիք։ Ես չգիտեի։ Երբ լսեցի, Ինչ հասկացաք, ինչ զգացիք։ հասկացա, որ էդ եմ ասում, Արեգ ջան, այո, ես հասկացա, որ գենը իրան անում է, էլի։ Իմ տղաներ իմ նման հայրենասեր է։ Այսօր ես ճիշտ է օտար ափերում եմ, բայց դա չի նշանակում, որ մենք հայրենիքից հեռու հայրենիք չենք սիրում կամ հայրենասեր չենք կամ ինչ-որ մի բան չենք անում մեր հայրենիքի համար։ Ինչ հնարավոր է եւ անհնարին, եթե ես այդ հնարավորությունը ունեմ տվյալ պահին այս մի բան անելու, ես անեմ։ Իմ հայրենիքը իմ տեսադաշտից հեռու չի գնում։ Ես ապրում եմ այդտեղի ժամերով, այդտեղի կյանքով ու ես ոչ մի բանից էլ հետ չեմ մնում։ Ինչ եք տեսնում։ Տեսնելը չեմ կարող ասել, ինչ որ բան տեսնում եմ ներկա պահին։ Ես հասկանում եմ, որ հələ վերքեր եմ բուժվում, հələ ուզում եմ ոտքի կանգնի, էլի։ Մի կերպ ոտքի կանգնի, խեղճ հայրենիքս այդ ցնցումներից։ Բայց ես ակնկալում եմ եւ մեծ հույս ունեմ, շատ մեծ հույս ունեմ, որ այն ինչ որ մենք կորցրել ենք, ուշ թե շուտ կվերականգնվի, կգա տեղը։ Շնորհակալ եմ, Արփինե։ Քեզ եւս շնորհակալություն, Արեգ ջան։ Ես վերջում մեկ անգամ եւս ներողություն եմ խնդրում, որ իմ հարցերով ձեր ներաշխարհում ինչ որ ցավոտ էջեր բացվեցին, բայց դուք սիրված եւ անկեղծ Արփինե Բեգջենյանն եք միշտ։ Մերսի, շատ շնորհակալ եմ, Դուք մեծ սեր եք վայելել։ Ձեզնով շատ-շատերը հիացել են։ Ձեր երկերի տակ շատերը սիրահարվել են։ Սեր են խոստովանել։ Ինչ լավ է, որ այդ տարիները եղել են, ու տենց է եղել։ Ես մենակ ուրախ եմ։ Սիրտս ջերմանում է։ Քո խոսքերից եւ այդ հիշողություններից։ Մեկ անգամ եւս շնորհակալ եմ հրավերս չմերժելու եւ գեղեցիկ եւ բովանդակալից զրույցի համար։ Քեզ եւս շնորհակալություն, Արեգ ջան։ Կանաչ երկար ճանապարհ եմ մաղթում քո ծրագրին, քո նախաձեռնվելիք բոլոր ծրագրերին։ Ես էլ մեծ ցանկություն ունեմ, որ Արփինե Բեգջանյանը վերագտնի իրեն եւ հանդես գա իր ցանկացած եւ նախընտրած բեմերում։ Ձեզ լիարժեք երջանկություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի երգչուհի Արփինե Բեգջանյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն, Հայաստան, աշխարհին։ Ինչքան լացացրեցիր ինձ դու։ Բաներ կա, որ հենց նենց չեմ կարողանում խոսալ դրա մասին։ Ես քեզ զգուշացնում էի, որ զռալու եմ, սիրտս ալեկոծվեց, հոգիս եւս թեմաներ, որոնք որ ինձ թվում է այնպես մի քիչ ինձ բան եմ հերացրել եմ արդեն էլ չի հուզի ինձ, բայց չէ, փաստորեն ես հələ թույլ եմ, այդ թեմաները ինձ շատ են բանանում, էլի կալышըտ էլի меня всё время։ Լավ է լինելու։ Մենք էլ վերադառնալու ենք մեր հայրենիք։